շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ։ Ասած մեկ ամիս են ժամանակ տալիս, որ ամբողջ աշխարհը իմանա, դրանից հետո նա նշեց, որ գրոհելու են հիմա իշխանությունը։ Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Իրեն եք բանան են կկալանավորել։ Իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Ասում են հաջորդը դուք եք լինելու, դուք հոգեպես պատրաստ եք հայտնվել բանտում։ Հա, մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերաններ է դառնալու, վախենում եք այդ արտահայտությունից, ու ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է, Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է, այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք է լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո Ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Դուք հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմում են ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։ Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ պետք է արտաքսել ձեր փաստաբանին իր այդ հայտարարության համար, որ ասել է կգրոհենք Հայաստանի վրա մինչև Սամվել Կարապետյանին ազատ արձակել։ Այս մասով ինչ կասեք։ Պարոն Ամստերդամը շատ էմոցիոնալ, միշտ հայտնի է իր էմոցիոնալ ելույթներով, կարծում եմ, որ Դուք չտարակուսեցիք, երբ լսեցիք, որ նա բացում է յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար դա տարակուսել է, բայց մենք էլ հասկանում ենք, որ դա իր հիմնական նպատակը բանի հետ կապված է իշխանության։ Բայց չեք կարծում, որ հասարակության հետ մի քիչ շատ եք բարդ լեզվով խոսում, մեր ձևով կգրոհենք Հայաստանի վրա, ինչու պարզ չեք խոսում, որ հանրությունն իմանա ինչն է։ Մեր ձևով 6 տառը կամ 7 դրանից պարզ լեզու։ Բովանդակությունը մեր ձևովի մինչև հիմա պարզ չի, պարոն Կարապետյան։ Մենք մի քանի անգամ ասել ենք ամեն մեկը յուրաքանչյուր մարդ ունի իր ձևը։ Ասում եք հայավարի, ձեր հորեղբայրական ասում է ազատության սլոգանը։ Այո, ամեն մարդ, հենց դա է հիմքը, ամեն մարդ ունի իր պատկերացումը, իր ձևը։ Ձեր ձևը ո՞րն է, Նարեկ ջան։ Բարդ հարցեր տալը մարդկանց մեր ձևով իշխան Բայց եթե մյուս գործընկերները ուզեն Պարոն Կարապետյան, բայց մի խոչընդոտեք Պարոն Կարապետյան, դուք որ ասում եք յուրաքանչյուր ոքին կա, բանանի հասկանա մեր ձևով ինչ։ Իր համար ինքն է որոշում իր ձևը, դասախոսի համար իր ձևը։ Մի բան է, չեմ կարծում, որ պարոն Ամստերդամի ձևը, չգիտեմ, օդանավերով գրոհելն է, Ամստերդամի ձևը հիմնականում դա իրավական Լավ, ինչ նկատում Ամստերդամի իշխող ԶԼՄ-ները հրապարակել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների։ Ձեր համար հետևը մի քիչ ազատ տարածք են բացել, եկեք մի քիչ շատ լավ համապատում Պարոն իշխող ԶԼՄ-ները գրել են, որ մեր ձևովից զանգում են տարբեր քաղաքացիների, ասում են միացեք մեր ձևով շարժմանը, ասում են չենք ցանկանում, հետո SMS են ուղարկում, ասում են շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հետ գնանք մի քիչ։ Տարածք այնտեղ բացվի, ավելի հանգիստ բոլորս հետ կանգնենք։ Նույն ձև հետ ենք գնում։ Լավ, այս հարցին պատասխանեմ, ինձ թվում է այս հարցին պատասխանեմ, հարցը ինչպես է տեղի ունենում գրանցումը։ Մարդիկ գալիս են
3 տարբեր ձևով, սոցհարթակներով, զանգերով եւ գնում են մեր նոր բացված շտաբեր։ Գնում են եւ դրա արդյունքում գրանցվում են, թողում են համար։ Հնարավոր է մարդը ուրիշի համար թողած լինի, բայց տալիս են իրենց կենսագրական տվյալները, ոչ կենսագրական չէ, մի քանի տվյալ իրենց մասին, որ իրենց այդ հնարավորություն լինի հետ կապնվել։ Հնարավոր է մեկին իրենք ուղարկած լինեն կամ բան լինի, որ հատուկ դրա առիթով ինչ որ բան սարքեն, բայց 5000 մարդ արդեն գրանցվել է եւ մենք ամեն օր տեսնում ենք, դուք տեսաք մի քանի օր առաջ մի քիչ հետ գնանք ու բանան։ Պարոն Կարապետյան, եթե այսօր հանրահավաք անեք, մի վարքյան, թող օպերատորները մի գծով կանգնեն։ Մի վարքյան, Ժորժ ջան, դե հասկանում եք իրավիճակը, մենք ինչ անենք։ Ազատություն, 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 Պարոն Կարապետյան, ակնկալիք երբ եք սպասում, երբ կլինի այս որ դեպքում, որովհետև ասում են նախընտրական շրջան է եւ տեսակետներ կա, որ Կարապետյանը ազատության մեջ խոչընդոտ կլինի բոլորի համար։ Կալանքը, ձերբակալությունը վախի արտահայտում է։ Իրենք վախենում են, եթե տենց վստահ են իրենց վրա, ել եմ ուզում ասեմ, թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք, թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Պարոն Կարապետյան, այս ընթացքում 7 տարի է Փաշինյանի իշխանությանը եւ այդ 7 տարվա ընթացքում հայ հասարակությունը տեսել է պատերազմ, բռնի տեղահանում, տավուշից, տալասների հանձնում։ Ինչու միայն այս քրեական հետապնդումից հետո որոշեցիք ակտիվանալ եւ այսպես ասած փրկել Հայաստանը։ Ինչու դա չփորձեցիք անել 1 տարի առաջ, 2 տարի առաջ, երբ այսպես բանտերը քաղբանտարկյալներով էլ լցված, տավուշից տալասներն էին հանձնվում։ Չէ՞ մտածում ձեզ Հայաստանի ճակատագիրը։ Շատ լավ։ Իր խոսքում Սամվել Կարապետյանը ասել է, խոսքի մեջ հիշում եք, որ ասեց, եթե քաղաքական գործիչները իրենց չհաջողվի։ Այսինքն քաղաքական գործիչները, որոնք արտահայտում են մեր հասարակության նշանակալի մասի կարծիքը, արդեն քայլեր ձեռնարկում էին։ Թե ինչպես է դա ընկալվել հասարակության կողմից ուրիշ հարց է, բայց մեր քաղաքական գործիչները աշխատել են, ընդդիմացել են իրենց ուժերի չափով։ Մեր հետ կապված, եթե մենք չունենայինք հակակրանք այս մոտեցման հետ կապված, չէր լինի Սամվել Կարապետյանը այդ հայտարարությունը։ Այդ հայտարարության պատճառով եղավ այս ամենը եւ այդ հայտարարությունը բերեց այս ամենին, որի համար 7 տարվա ընթացքում չեղավ, պարոն Կարապետյան։ Մի քանի հարցազրույցներում մենք նշել ենք, որ հիմնական ինչպես տեղի ունեցավ այս process-ը, ամեն ինչ ավելի իրավիճակը ավելի սրվեց, երբ որ տեղի ունեցավ Թուրքիայի հետ կապված process-ների եւ ցեղասպանության հետ կապված process-ների շեղում, այսինքն հայկական ավանդական քաղաքականության շեղում Թուրքիայի հետ կապված այո։ Պարոն Կարապետյան, դուք